Բարև Ֆակտոր TV հյուրը միտք վերլուծական հետազոտական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանն է, ողջույն։ Կարճ խոսենք վարչապետի եւ եկեղեցիականների մեղմ բառերով ասած բանավեճի մասին, այսօր առավոտվանից վարչապետը այսպես կոշտ բառերով էր արձագանքել մի հոգեվորականի քննադատությանը իր եկեղեցիները չուլանների են վերածվել այդ գնահատականին կառավարության նիստում ինչպես եք դուք գնահատում այս ամենը ես հեռուստադիտողները գիտեն վստահ եմ ով ինչ է ասել եւ այլն ձեր գնահատականը եկեղեցի պետություն խնդիր է թե այսպես անձնական հարցեր ինչ եք տեսնում ես ներողություն եմ խնդրում մեր ունկնդիրներից չեմ հետևել ընդհանրապես տեղյակ չեմ ինչ բառապաշար է օգտագործել դա շատ ցավալի է որ դա երկրի թոփ թեման է այն իրավիճակում որ մենք հիմա լուրջ խնդիրների առջև ենք կանգնում տարածաշրջանային ես չեմ ասում միայն միջազգայինից պիտի խոսենք բայց դա նույնիսկ ներքին հարց էլ չի որ ես ինչ որ բան դրա մասին խոսեմ ես ուղղակի վերնագրից ելնելով տեսա բառապաշարը դա հարիր չի երկրի ղեկավարին գիտեք Բագրատ Գալստանյանը որ անցել է սահմանները հիշում եք իր բառապաշարով ես քննադատել եմ բայց միևնույն ժամանակ Հայաստանի իշխանություններն էլ կարծում եմ սա իրենց հեղինակության համար շատ բացասական է նախկին իշխանությունների հետ կապված մեր դիրքորոշումը իմ հայտնի է եկեղեցու այսօրվա ղեկավարի հետ կապված իմ դիրքորոշումը հայտնի է եթե գնան խոսակցություններ թե ինչ է կատարվում եկեղեցում թե ինչով է զբաղված եկեղեցու ղեկավարը թե ի տարբերություն չուլանների ներողություն ինչ գույքեր ունի նա դրա մասին որ խոսքը գնա եւ մաքրվի վերջապես հայ առաքելական եկեղեցու շարքերը իդեպ այնտեղ շատ ազգանվեր հոգեվորականներ կան ես դա կհասկանամ բայց եթե մենք պիտի կներեք իհարկե բազարի մակարդակով իրար հետ խոսենք սա միանշանակ հարիր չի երկրի ղեկավարին մենք իհարկե ի սկզբանե որոշել ենք այլ թեմայից խոսել միջազգային իրադարձության հատկապես որ շատ կարևոր ամերիկյան այց է եղել Երևան եւ Բաքու սա ուղղակի է այնպես ինֆորմացիոն դաշտում պայթեց եւ հարկադրված ենք ուղղակի անդրադառնալ կարճ իհարկե սա նաեւ եկեղեցի պետություն հարաբերությունների հարց է ինչու որովհետեւ տեսեք եկեղեցականները այսպես ոչ մենք քննադատում են իշխանություններին շատ կոշտ բառերով միգուցե որոշ դեպքերում վիրավորական եւ այլն պարոն Գալստանյանը բողոքի ցույցեր կազմակերպել եւ հակաիշխանական process էր տանում դա կա այսինքն որոշակի քաղաքականացվածության շերտ կա այդտեղ իրենց հերթին ԿՊԱ-ականները այսպես կոշտ բառապաշարով հա վարչապետի մակարդակով վիրավորական բառապաշարով թիրախավոր ընդորում անձի անձնական կյանքին առնչվող տեղեկություն է ըստ էության վարչապետը հրապարակայնացնում սա մինչև ուր կարող է շարունակվել ինչ պետք է տեղի ունենա այս հարաբերությունը ես իմ Facebook-յան էջում գրել եմ որ անձնական կյանք մտնելը հարիր չէ եւ շատ հաճախ հենց այդ մարդու դեմ է դուրս գալիս որովհետեւ բոլորն էլ ունեն անձնական կյանքում մութանկյուններ եթե մենք պիտի նստենք դրա մասին խոսենք ինձ թվում է ոչ մեկ հաղթող դուրս չգա հատկապես կանանց հիմա թիրախավորելը շատ հեշտ է հայտնի կանանց եւ պարզ է որ բոլորը բոլորի դեմ կարող են ինչ-որ մի բան ասել շատ քչերն են որ այդտեղ չունեն որևէ բացասական անցյալի հետ կապված ուրեմն ինֆորմացիա բայց ես չեմ գտնում որ պետք է դա հանրայնացնել ինչ վերաբերում է եկեղեցու քաղաքականությանը ես օրինակ չեմ խորշել միշտ անդրադառնալ Գարեգին կաթողիկոսի քաղաքականությանը նրա եղբոր Մոսկվայում Ռուսաստանում ներկայացուցիչ քննադատել եմ Ստալինին արդարացնող Աջապահյանին եմ անդրադարձել եւ այդ ձայները սկզբում որ ասում են եկեղեցուն քննադատողները սատանիստ են եւ այլն հիմա արդեն այդ ձայները չկան որովհետեւ երբ որ բացատրում ենք թե իրականում ովքեր են ծառայում չար ուժերին այսպես ասենք ովքեր չեն կատարում մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատվիրանները լինելով փարիսեցի ես օրինակ որևէ խնդիր չունեմ նրանց քննադատել բայց քննադատությունը այո չի պիտի անցնի սահմաններ գուցե Նիկոլ Փաշինյանը կարծում է որ ժողովուրդը սիրելով տեսարաններ կնայի կդիտի եւ էլի սև սպիտակով լարվածությամբ կգնան ընտրությունների, բայց սա գցում է ներքաղաքական որակ դիսկուրսի, եթե մենք պիտի ուղղակի փողոցային մակարդակով իրար քննադատենք, սա որևէ լավ տեղ չի տա։ Վարդան Ղուկասյանի ձայների համար է։ Իհարկե, Վարդան Ղուկասյանը, բայց ես կարծում եմ գալու է Հայաստան, այդպիսի դիրքորոշում ունեմ ընտրություններից առաջ, նրան այդ օպերացիան կիրականացնեն, ԱՄՆ-ից հալածված նա կգա, այստեղ կմիանա որոշ ուժերի, որոնց հետ արդեն համագործակցել է on-line տարբերակով, դա առանձին է, ես
նրան չեմ հետևում։ Ինչ վերաբերում է անդրադառնալուն, տեսեք, մենք ասում ենք ներքաղաքականին էլ պիտի անդրադառնալ, այնպես չի միայն միջազգային, բայց ներքաղաքական չկա։ Կա խուլիգանություն եւ ես ինքս չեմ մասնակցում այդ քննարկումներին։ Շատ լավ, եկեղեցական է Փաշինյանի հրաժարականը այն պահանջում կամ քաղաքական, այսպես պետական հարցերին միջամտում, ասենք սահմանազատման հարց իրենց տեսակետը Էջմիածնի մակարդակով հնչեցնում, Փաշինյանն էլ ասում է կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ Ստացվում է, որ պետությունը եւ եկեղեցին անջատ չեն, հա? Սահմանադրությունը խախտվում է։ Տեսեք, այն ժամանակ, երբ իշխանություններին պետք է տեղը դնել, եկեղեցու սպասավորներին, իրենք հիշում են, որ այո, հիշում եք պետք է հարկեին եկեղեցին, ոչ մի բան էլ չարեցին։ Այո, մի հատ վախեցնում են, իրենց էլի կարող է հիշեն։ Այո, իրենց ձեռնտու խաղն է, մի հատ վախեցնում են, քանի որ դիմաց է վարկաբեկված անձինք են հիմնականում, ԿՊ-ն դրա վրա է խաղում, բայց նորից եմ կրկնում, սա ընդհանուր եկեղեցու ինստիտուտին չպիտի վնասի, մենք չպիտի թողենք, որ այնտեղ ԿԳԲ-ի գործակալները եւ Պուտինին շքանշան ստացողները օրակարգ թելադրեն եկեղեցուն, այլ հարց է, որ կան շատ հոգևորականներ, որոնք դեմ էին խոսում Գարեգին II կաթողիկոսին, հիշում եք, երբ որ նա Նիկոլ Փաշինյանը գնաց Եվրոպա եւ այնտեղ քննադատեցին իրեն, որ կոմունիստների զոհերի կոմունիստների տարիներին բռնության ենթարկված անձանց հիշատակը հարգեց, այնտեղ էլ հոգևորականներ գտնվեցին, ովքեր աջակցեցին իրեն, թեմի առաջնորդներ եւ Գարեգին II-ի հետ ունեցան, այսպես ասած, կոնֆլիկտ, այնպես որ Էջմիածինը դիտողություն արեց ընդհանուր գծից շեղվելու։ Այո, այլ հարց է, որ Էջմիածինը դիտողություն չի անում, երբ որ Ռոբերտ Քոչարյանը կանանց ասում է բետեր, մոսկա, կլիզմա կանեմ, միայն Նիկոլ Փաշինյանին է դիտողություն անում, բայց եթե Փաշինյանը որոշել է Քոչարյանը մակարդակի իջնել, դա արդեն իր անձնական խնդիրն է։ Տեսեք, թեման փոխեցինք, ինձ թվում է ավելի կարևոր թեմա, Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական եվրասիական հարցերով փոխտեղեկալ Ջոշուա Հաքը Երևանից այսօր արդեն ժամանել է Բաքու, քննարկելու է տնտեսական զարգացման, տարածաշրջանային անվտանգության հարցեր, պարոն Միրզոյանի եւ Արմեն Գրիգորյանի հետ էր այստեղ հանդիպել, նաեւ ռեգիոնալ անվտանգության հարցերը քննարկել, իհարկե հայկական կողմը հայ-ադրբեջանական համաձայնագրի խաղաղության այդ պայմանագրի վերաբերյալ իր դիրքորոշումն է ներկայացրել եւ կարող ենք հիշել, որ սա հետևում է նախագահ Թրամփի եւ պետքարտուղար Ռուբիոյի օրերս Ալիևին ուղված այն ուղերձներին, որ ըստ էության պետք է գնալ խաղաղության, համաձայնագրի եւ Ադրբեջանի տոնն էին շնորհավորում, բայց ավելի շատ այսպես պայմանագիր կնքելու, հա, ուղերձներ կային այդ տեքստերում, այն ինչպես եք դուք մեկնաբանում, ինչ գործընթացի հետ գործում։ Ես մշտապես նշել եմ, որ Հայաստանը պիտի ամերիկյան մեր գործընկերների ուշադրությունը պակ պահի տարածաշրջանում զարգացումների վրա, որովհետև հիմա կոնֆլիկտային իրավիճակները աշխարհում այնքան շատ են, որ մեկ ակնթարթը բավական է, որպեսզի կրկնվի 20 թվականը։ Հուսով եմ, ես չեմ տիրապետում ԱԳՆ-ի մաս չեմ իրավիճակին, իրենք ունեն իրենց խումբը, որոնց հետ կիսվում են քաղաքագետների, հուսով եմ սա Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունքն է, ոչ թե էլի ամերիկյան նախաձեռնության։ Այսինքն դրականը, եթե հայկական կողմը կարողացել է մինչև պարոն Ռուբիոն հասնել եւ հասկացնել, որ Հայաստանը հաջորդ թիրախն է, ինչպես ասում է պարոն Զելենսկին, Հայաստանը եւ Վրաստանը Ուկրաինայից հետո։ Ուղղակի հուսով են Ռուսաստանի թիրախը, թե Այո, Ռուսաստանի թիրախը, որտեղ Զելենսկին ասաց, եթե հաջողության հասնի Ռուսաստան Ուկրաինան, հաջորդը Մոլդովան են, իսկ Հարավային Կովկասում Հայաստանը եւ Վրաստանը։ Հիմա մենք նույնիսկ տեսնում ենք, որ Ռուսաստանը եւ Թուրքիան ակտիվացել են կրկին համագործակցում են տարածաշրջանում, ինչը վտանգավոր է Հայաստանի համար եւ հույս ունեմ Տրամպը չի ընկղմվի ներքաղաքական խնդիրների մեջ, սպասվող ընտրությունների եւ դա մեծամասամբ կախված է Հայաստանի քաղաքականությունից։ Վերջապես այդ որ տոնում էին հայ-ամերիկյան ստրատեգիական համաձայնագրի կնքումը, մենք հասկանանք դա ուղղակի թուղթ է, ինչ որ բան է ենթադրում։ Հուսով եմ կլինի շարունակական, օրինակ կունենանք սահմանային խմբի ներկայությունը, դա կարեւոր է Հայաստանում։ Կնեք Միրզոյանը եւ Հաքը խոսել են նաեւ Հայաստանի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին եւ Թրամփը ապրիլի 24-ի ուղերձում
առանձնատուկ շեշտել է այդ փաստաթղթի կարևորություն, բայց մեզ իհարկե հետաքրքիր են գործնական քայլերը։ Բացի այդ, մենք խոսել ենք, որ Հայաստանն է միայն, որ Չինաստանի հետ չունի տարածաշրջանում նման փաստաթուղթ։ Իհարկե Հայաստանում կան ձայներ, որ մենք պիտի Չինաստանի հետ ունենանք, բայց հուսով եմ Հայաստանի ղեկավարությունը գիտակցում է, որ դա ամերիկյան կողմին հիմա հատկապես դուրս չի գա։ Բայց գործուն քայլերից առաջինը սահմանային խմբի ներկայությունն է, այսինքն Եվրոդիտորդների դեմ Ալիևը կարող է խոսել։ Ամերիկայի դեմ այն Ամերիկայի, որ Տրամպի հետ ուզում է մտերմանալ, չեմ կարծում։ Հաջորդ տեխնոլոգիաների ուրեմն փոխանակումները, այսպես ասենք, անպայման չի մեզ զենք վաճառեն, օրինակ Ուկրաինայի նման, այնտեղ արտադրություն է սկսել, չէ՞, Գերմանիան, մեզ էլ օգնեն տեխնոլոգիաներ զարգացնենք, ատոմակայանի գործունեության դիվերսիֆիկացիա մոդուլային, տարբեր տնտեսության ապրիլի 5-ը վերջապես տոնեցինք, անցանք, թե ինչ է։ Այսինքն Հայաստանը սահմանային անվտանգության, որովհետև Հայաստանը այսօր եթե պահանջի Ռուսաստանից իր զորքերը հանել սահմանապահ, մենք չունենք այդպիսի զորքեր, որ գնան փոխարինեն։ Պետք է ունենանք այդպիսի զորքեր, իսկ Միացյալ Նահանգների աջակցությունը այստեղ կարող է առանցքային լինել։ Ես ձեզ այնտեղ ընդհատեցի, դուք հենց այդ սահմանային խմբի ժամանման հարցն եք առաջնաշում, պետք է բովանդակությանը, չէ՞, գործուն քայլերի պիտի գնալ, իհարկե սա երկկողմ գործընթաց է, միայն Հայաստանի կողմից չի կողմնել, բայց ամերիկյան կողմը որևէ ձևով չի նշաններ ուղարկել, որ ինքը հետաքրքրված չի, հակառակը տեսնում ենք շատ ակտիվ այցեր եւ մեսիջներ Ալիևին, որ խաղաղ պետք է լինի Հարավային Կովկասը, դա Հայաստանին չի մեսիջ, Հայաստանը պատրաստ է խաղաղության։ Իրապես պարոն Ռուբիոյի այդ հայտարարությունը Սենատում ընդգծումով, որ Հայաստան ներխուժման վտանգ կա, հա, ոչ թե Ադրբեջան, ոչ թե ամենակարևորը կարող է պայթել, հա։ Սա կուզեի զրույցի հաջորդ քննարկման հարցերից մեկը դարձնենք, որովհետև սա կարող է նաև որոշակի մոտեցում մեզ հուշել ամերիկյան քաղաքականության, այսինքն եթե նրանք դիտարկում են վտանգ Հայաստան ներխուժում եւ անընդհատ էսկալացիայի չգնալու կոչեր են անում ռեգիոնին եւ Ադրբեջանին հասկացնում են թե տնտեսական ինչպիսի բարություն կարող է լինել եթե կնքվի պայմանագիրը, այ ինչ կարող եք դուք այս ամբողջը երբ որ միացնում եք, ինչ է ստացվում։ Ստացվում է, որ Հարավային Կովկասը, ինչպես մենք խոսել ենք, ստրատեգիական առումով ամբողջովին է պետք Արևմուտքին, միայն Վրաստանը, միայն Հայաստանը եւ Ադրբեջանը, չէ, առաջինը, որպեսզի Ռուսաստանի դիրքերը այստեղ թուլանան։ Տեսնում եք այդ տեսակետը, որ վերջ Տրամպը կիսել է Հարավային Կովկասը տվել է Պուտինին, ես կրկնվում եմ, բայց դա շատ կարեւոր է, որովհետեւ այստեղ կան շրջանակներ, որ ասում են Ամերիկան մեզանից կներեք ձեռք քաշել։ Ոչ, այս այցերը եւ Ռուբիոյի եւ Տրամպի ուղերձները ցույց են տալիս, որ Ամերիկան ունի տարածաշրջանում կայուն շահեր եւ դա Դոնալդ Տրամպի 4 տարին չի հոխում։ Սա մեկ, երկրորդ կարևոր է լոգիստիկ ճանապարհները, որպեսզի Ռուսաստանի վերահսկողության տակ չլինեն դեպի Եվրոպա գնացող, սա երկրորդ կարևոր խնդիրն է։ Հաջորդը, որպեսզի Իրանի Ռուբիոն չէ ասում, ճանաչում ենք Ադրբեջանի կոմունիկացիոն եւ էներգետիկ կարևորությունը, այսինքն կոմունիկացիաները իրենց գլխում են, այսինքն այս ռեգիոնով անցող կոմունիկացիաները։ Միանշանակ ցավալիորեն Ամերիկա-Իրան հարաբերությունները եթե կարգավորվեին, դա լավ կլիներ, սպասենք զարգացումներին, համենայն դեպս Իրանից սանկցիաների հանելը ձեռնտու է Արևմուտքին, նավթի եւ գազի դեպի Եվրոպա գնալու եւ Ռուսաստանին այդտեղ դուրս մղելու նպատակով, կարծում սա մի հարց է, հաջորդը ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգներին ձեռնտու է Թուրքիայի դերի ավելացումը տարածաշրջանում, որովհետև Թուրքիան երբեք էլ դաշնակցային լիովին չի դրսևորել Իրան նահանգների հանդեպ, հակառակը միշտ խաղերի մեջ է Ռուսաստանի հետ, զենք է գնում, մատ է թափ տալիս Ամերիկայի վրա, ինչպես Իսրայելը, ինչպես էլ որքան էլ նա դաշնակիցն է Ամերիկայի, Ամերիկան երբևիցե չի կանաչ լույս տալիս Իսրայելին Իրանին հարվածելու ուղղությամբ։ Այսինքն Հայաստանի դերը եւ դիրքը կարեւոր է Արևմուտքի, մասնավորապես Միացյալ Նահանգների համար։ Շատ լավ, մենք կարող ենք ակնկալել որոշակի արդեն կոնկրետ քայլեր Միացյալ Նահանգներից Ջոշուա Հաքի այս հաշվի առնելով կազմակերպել ստորագրում, հա, իհարկե սա շատ հեշտ է հնչում, բայց հասնելու համար դրան նախ առաջին պետք է շեղ թիրախի չխփել, ասենք ճնշումները չբերել Հայաստանի ուղղությամբ, որովհետև Հայաստանը այնքան զիջումներ է արել, որում վերջին երկու կետը հայկական կողմի զիջմամբ է, հա, ամբողջականացրել է 17 կետերը, ճիշտ թիրախը Ադրբեջանի ապակառուցողականության, այսպես ասենք, զսպումն է։ Մենք նման ակնկալիք կարող ենք ունենալ։
Դե մինչ այսօր զսպում են եւ այն որ Ալիևը գոնե օրը մեջ հիշում է որ պիտի ուժով վերցնի Զանգեզուրի միջանցքը, բայց չի անում դա Հայաստանի քաղաքականության շնորհիվ չի միայն։ Բարձ է որ մանավանդ եթե ունես Ռուսաստանի աջակցությունը, պիտի Ռուսաստանից ավելի հզոր կենտրոններ զսպեն, դա էլ արդեն նույնիսկ Եվրոպան էլ է, որտեղ Եվրոպան էլ է գնում ռազմականացման, շնորհիվ Վլադիմիր Պուտինի քաղաքականության, դա ԱՄՆ-ն է։ Եվ ԱՄՆ դեսպանի այցերը Սյունի, գիտեք, նորից չկրկնվեմ։ Այստեղ ուղղակի ցավալիորեն քանի որ Տրամպը ինքը երկարաժամկետ չի գործում եւ Ռուբիոն էլ շատ հաճախ փորձում է նրան չհակադրվել, հույս ունեմ Ռուբիոն նույնիսկ Տրամպի ներքաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում եւ դիրքերի թուլացման էլի կմնա կրկնվեմ ուշադրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա, որովհետեւ թեկուզ աննշան շեղումը եւ Ալիևի կողմից գացողությունը, որ կարող է գնալ պրովոկացիայի, որովհետեւ լայնամասշտաբ պատերազմ չեմ կանխատեսում, կոնկրետ դիրքերի ուղղությամբ է, դա Սյունիքն է։ Դրա համար է Ռուսաստանը ասած Սյունիքի ուղղությամբ կա վտանգ։ Այդ վտանգի զգացողությունը ռուսական պաշտպանության նախարարության կողմից ինչպես եք դուք մեկնաբանում։ Իրանք չեն զգում, իրենք դա կոորդինացնում են, ես կասեի, ուղղակի ցավալիորեն իրենց համար իհարկե Ադրբեջանը լիովին չի տեղավորվում ռուսականն, որտեղ Ալիևը իհարկե խորամանկ է, չեն կարող դա չնշել եւ նա հետեւում է միջազգային իրավիճակին, չի ցանկանում կոկորտում թողնել այդ հարձակումը, մանավանդ Ռուսաստանն էլ վերջերս Ղարաբաղի հարցն է հիշել, էլի հումանիտար օգնություն է ուզում տրամադրել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, Վիտալի Բալասանյանի տեղը նամակ գրեցին Վլադիմիր Պուտինին հասկացնելով Դուգինն էլ, որ եթե շեղվես, ով է ասել, որ Արցախի հաղթանակը քոնն է, այնպես որ դեռ Արցախը չմարսած, Ալիևը եթե չունենա միջազգային կոնսենսուս կամ գոնե լռություն, չի գնա այդ քայլին։ Այսօր իմ առավոտը սկսվեց ոչ միայն այս եկեղեցական փոխհրաձգությունը ընթերցելով, այլև Դուգինի նամակը Ալիևին, ինչպեսի առավոտ պատկերացնում եք։ Այո, նոր նամակ է ես։ Նամակ, որտեղ ես չգիտեմ նոր էր թե ոչ, բայց նա ըստ էության այնտեղ բռնել են եվրասիական շարժման ներկայացուցիչների, այո։ Եվ Դուգինը երեսով է տալիս, որ առանց Ռուսաստանի աջակցության ադրբեջանական սցենարի դուք Ղարաբաղը չեք ստանա։ Իսկ Դուգինը ով է, կխնդրեմ դա ներկայացնեք մեր հեռուստադիտողի համար, յուրաքանչյուր իշխանություն ունենում է իր դուգինները, հա, այսպես խոսող գլուխները եւ բերանները։ Դա մեկ շաբաթ առաջ ես մեկնաբանել եմ այն առումով, որ Դուգինը վախեցնում է Ալիևին, Պուտինի իհարկե շուրթերով, որ շատ չմերձենաց Թուրքիայի հետ, իրենք չեն ուզում, որ Ադրբեջանը լիովին տեղավորվի Թուրքիային, արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորման մեջ չմոռանաս Ռուսաստանին։ Այսպես անընդհատ իրեն հասկացում են, ես ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղը խայծ էր Ադրբեջանի համար։ Դա կոնֆլիկտ է, որը Ռուսաստանը օգտագործում է մեկ Հայաստանի դեմ, մեկ Ադրբեջանի։ Դրա համար Լավրովը ասաց, չէ, մեկ մեր զենքով հաղթում եք, մեկ էլ պարտվում եք, մարդուց անկեղծով կարող է ասել։ Իսկ այն, որ Դուգինը իրենց գլխավոր իդեոլոգներից մեկն է, նա ոչ թե ուղղակի Սալավիովն է, այլ տեսանք իր դստեր մահվանը նույնիսկ Պուտինը գնաց, այսինքն նա համարվում է այդ ռուսկի միր, այդ եվրասիական ընտանիք եւ այլն։ Եվրասիականության գաղափարախոսության հիմնադիր։ Այո, հիմնադիրներից եւ նրա շուրթերով խոսում են Ալիևի հետ։ Շատ լավ, հիմա եթե վերադառնանք Միացյալ Նահանգների ջանքերին, ասել, որ նրանք ակտիվ չեն, սխալ կլինի, չէ՞, որովհետեւ Թրամփ, Ռուբիո, ասենք մի երկու շաբաթը մենք ինչ որ մեկնաբանություն լսում ենք, բայց նաեւ իհարկե չենք լսում ամսաթիվ, տեղ, օրինակ Ռուբիո Միրզոյան Բայրամով հանդիպման, որը կար նախկինում, ասենք Բլինքենի մասնակցությամբ հանդիպումներ լինում են։ Իհարկե դրանք մեծ մասը ավարտվում են անարդյունք, հիմա ոնց որ արդյունքի հավանականությունը ավելի մեծացել է 17 կետերի համաձայնեցված լինելու հանգամանքը հաշվի առնելով։ Մենք գործնական եւ արդյունավետ քայլեր կարող ենք ակնկալել, թե ոչ, այս ուղղությամբ, այսինքն կոնկրետացնել ստորագրման օր, թեկուզ եթե երկկողմել, բայց դա լինի, այս ուղղությամբ ԱՄՆ-ն էներգիա կծախսի Ադրբեջանի ուղղությամբ։
Ցավալիորեն ես այլ տեսակետ ունեմ, մենք մոտ չենք խաղաղությանը, հեռացել ենք այ բանից հետո, երբ Թուրքիան նորից սկսեց իր խաղը Ռուսաստանի հետ եւ Թուրքիայի ղեկավարը էլի խոսեց Զանգեզուրի մայլ անցուղից, տերմիններին պետք չի նայել, այն որ նա հղում արեց Իրանին եւ կոչ արեց համաձայնվել, ցույց է տալիս, որ դա Իրանի կարմիր գծերի հատումն է, այսինքն միջանցքը։ Այսինքն, եթե հիմա Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանի մեջքին են կանգնած, Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի խաղաղության հասնելու համար։ Քանի որ Տրամպը ամբողջ աշխարհում խաղաղարարի դեր է ստանձնել, նա չի էլ հասցնում, կներեք հետևի, որտեղ ինչ է կատարվում, Համասի հետ գործարք, Քաթարի հետ գործարք, Ուկրաինա, Հայաստան շատ է, այնպես կներեք, ասում են իր վրա վերցրել, մաքսա տուրքերից է հրաժարվում, նորից է դնում։ Այս տեմպը խելահեղ է։ Ես երբեք չեմ շտապում վերլուծություն անել, ասել այո, Ամերիկան կանի։ Այն որ Ամերիկան կարող է անել, դա միանշանակ, այն որ Եվրոպայի հետ միասին կարող է անել, միանշանակ, բայց արդյոք Տրամպը ձեր ասացի պես էներգիա կծախսի դրա համար, չեմ կարող ասել։ Բայց ի՞նչն է մեզ համար հուսադրող։ Գիտեք, ես խաղաղության պայմանագիրը այդքան կարևորություն չեմ համարում, որովհետև փաստաթղթերից մեկն է, որ ստորագրեն կգցեն մի կողմ, ինչ Ռուսաստանը գրել էր, որ պետք է հարձակվի Ուկրաինայի վրա իր պայմանագրի մեջ, հակառակը երաշխավորներ Ուկրաինայի անվտանգության։ Նախ այստեղ մեխանիզմների հարցը պիտի լինի խաղաղության պահպանելու հրադադարի ռեժիմի։ Հաջորդը նույնիսկ եթե կարողանան զսպել Ալիևին, ինչպես այս 4-5 տարին է, եւ մենք այդ ժամանակը օգտագործենք ի օգուտ մեզ, շատ դժգոհ եմ ես Հայաստանի ղեկավարության քայլից այդ ուղղությամբ եւ ռազմական դիվերսիֆիկացման եւ տնտեսական եւ օրենքի հաստատման երկրում կարետ թուղթը այդքան կարեւոր չի, որովհետեւ Ալիևի ռեժիմը ինքը պատերազմների վրա է հիմնված, կոնֆլիկտների, ինչպես Նետանյահուինը եւ Պուտինինը եւ ես այդքան լուրջ չեմ վերաբերում այդ փաստաթղթին, բայց այն որ կզսպեն, ես դա տեսնում եմ, իսկ որքան դա կտևի, դա կախված է ռուս-ուկրաինական ռազմաճակատում իրավիճակից։ Դրանից էլ անպայման խոսենք, այ տեսեք, ինչու է կարևոր ամեն դեպքում կարգավորիչ ձեռքի ներկայացում, ոչ թե կոնֆլիկտը այսպես հրահրող, հա, կրակի վրա բենզին լցնող, ինչպիսին մեր հյուսիսային բարեկամներ զենքի վաճառքով ասենք Ադրբեջանին, հա, այլ կարգավորիչ կամ զսպող, եթե նույնիսկ դա պայմանագրի չի հասցնում, ինչի թերահավատությունը ունեիք, հա, որովհետև Թրամփը լիքը խոստումներ տվել, դեռ դրանցից շատերը չի կարողացել կատարել, խոստացել է նաև հայ-ադրբեջանական խաղաղություն, հուսանք կստացվի։ Որովհետև Բայրամովը, երբ որ ՀԱԿ-ին հանդիպել է, տեղեկացրել է տարածաշրջանում առկա իրավիճակի, Ադրբեջանը Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև այդ ճանապարհի խոչընդոտների մասին, հա, այսինքն ադրբեջանական կողմը որոշակի մեղադրանքների սլաքներ է ուղղել ամերիկյան կողմի մոտ Հայաստանի հասցեն, որ այս հարցերով խոչընդոտում են։ Մենք ուզում ենք խաղաղություն, նրանք խոչընդոտում են։ Այս թեման կարող է նաև շատ տաքանալ, չէ՞, այսինքն պայթեցնել իրավիճակը, չգիտեմ, հարձակվել Հայաստանի վրա, ասելով, որ ռևանշիստները գլուխ են բարձրացրել, մենք հարկադրված ենք, հազար ու մի այդպիսի սցենար կարող է լինել։ Այ այս մասով ինչ կարող եք ասել։ Ես տարօրինակ նմանություն եմ տեսնում Ռուսաստանի եւ Ադրբեջանի քաղաքականության մեջ, այդ խոչընդոտների անհաղթահարելի։ Նույնիսկ արդեն չեմ զարմանա, որ իրենք այսպես ասած իրար հետ պայմանավորվում են այդ հարցերում։ Ուկրաինայի համատեքստում է Ռուսաստանն է, չէ՞, խոչընդոտն է, այս խոսում նկատիվ։ Եվ ինչու է խոսում, որպեսզի չգնա բանակցությունների եւ ստորագրվան։ Այսինքն իմ կարծիքով արի ոչ թե ուզում է հարձակվել եւ ուղակի ժամանակ է ձգում, նա հենց հիմա էլ է ուզում հարձակվել, այլ հասկանալով, որ այս բանին չի կարող, գոնե չի ուզում փաստաթուղթը ստորագրել, բայց նույնիսկ եթե փաստաթուղթը ստորագրի, Ալիևը դա էլ է մտածում, լավ, եթե շատ նեղ են, շատ ներողություն, պատիվ սեղմեն, դա էլ կստորագրեն, բայց պահը կփոխվի, Տրամպը կփոխվի, ես մտածում եմ ավելի բացասական սցենար չլինի, ասենք Ջեյ Վենսը գա իշխանության ու կհարձակվեմ, պահը կփոխվի, Ռուսաստանը կկարողանա Ուկրաինայում առաջ գնալ, կհարձակվեմ, այսինքն անընդհատ սա տուրբուլենտ վիճակ է լինելու, այդ հույսերը, որ ԿՊ-ն տալիս է հայ հասարակությանը, ինչը պայմանավորված է ընտրություններով, որ մենք բերում ենք խաղաղություն, դրա համար են անդադ կրկնում օրը 24 ժամ, որ խաղաղությունը մոտ է եւ արժե զրկում են իրենց խոսքը, որովհետեւ չի կարելի ամեն օր ասել մի բան, որը չկա։ Եվ որից հենց դուք Միրզոյանն է բողոքում, որ էսկալացիայի վտանգ կա, մի օր խաղաղությունն է, մի օր էսկալացիա։ Այնպես որ ես կարծում եմ Ադրբեջանը ուղղակի չի հարձակվի այն դեպքում, եթե ռազմական բալանսը վերականգնվի, երբ է լինում կոնֆլիկտ կամ պատերազմ, եթե գիտես, որ քո հարևանը թույլ է քեզանից։ Իսկ այն, որ մենք Բայդենի իշխանության ժամանակվանից ժամանակ ունեինք արդեն 6 տարի գործուն քայլեր անել, ցավալիորեն բացի զենքի գնումներից ինչ որ չափով որքանով տեղյակ ենք, մենք այդ քայլերը չենք
տեսել, որտեղ միայն զենքով չի էլի, այդ բանակում պիտի լինեն սպաներ, որոնք վերապատրաստված են եւ կարող են դա օգտագործել, որոնք սովետական ձևերով չեն պայքարում, դա ՆԱՏՕ-ի ստանդարտներն են։ Ես Հայաստանում չեմ տեսնում այդ գործունեությունը։ Այդ խաղաղության եւ պատերազմի թեմատիկան Հայաստանում ներքաղաքական շատ հետաքրքիր է, մենք անպայման կթեքվենք դեպի ռուս-ուկրաինական, այնտեղ կան որոշ զարգացումներ։ Հայաստանի իշխանությունը ինչու է հանդես գալիս այս պատերազմի կանխարգելման եւ խաղաղություն բերողի դիրքով, հա, որովհետեւ ընդդիմության բառապաշա, երբ որ ասենք ԱԺ ընդդիմության հատկապես, երբ որ լսում ես, կարող է տպավորություն լինել կամ իշխանությունն է այդպես ներկայացնում, որ սրանք ավելի կոնֆլիկտածին մտքեր են արտահայտում, հա, ասենք եթե նույնիսկ ասում են Արցախ կարող ենք վերադառնալ, մարդիկ մտածում են ոնց ենք վերադառնալ, երևի պատերազմը վակարակ պարագայում Ադրբեջան դռները չի բացել եւ ասում է վերադարձեք։ Եվ այստեղից գալիս է այդ համեմատականը եւ իշխանությունը կարծես շահող է դուրս գալիս, այդպես է։ Նայած որ հասարակության շերտերում կան շերտեր, որոնք ավելի ազգայնական են, որոնք ասում են կապիտուլյանտ, մենք կգնանք կկռվենք, իհարկե մեծամասնությունը չի գնում կռվելուց ցավալիորեն։ Կա շերտ, որին Փաշինյանը անդադ վախեցնում է, որ եթե այո ես չլինեմ, կգանեն ուժերը, որոնք կբերեն պատերազմ։ Բայց դրա արանքում մեջտեղում կներեք, կա ռեալ պոլիտիկը, որ խաղաղություն չկա, բայց միայն պատերազմով չի որ կարելի լուծել քո հարցերը։ Կա միջազգային իրավունք իր թերություններով հանդերձ, որը շատ հաճախ չի գործում, բայց փոքր երկրների համար դա կարևոր է, դրա համար է Ալիևը հորինում, որ անվտանգության խորհրդում բանաձևեր կա, մենք դրա մասին խոսել ենք, Ալեն Սիմոնյանն էլ, չգիտեմ, հասկանալով թե ոչ, կրկնում է եւ արդարացնում է Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա, այստեղ էլ մարդիկ կան, հակառակը Հայաստանին էլ են մեղադրում, ասում են Հայաստանն է մեղավոր, այնպես որ այս արտահայտությունները իդեպ շատ արագ տիրաժավորվում են ադրբեջանական մամուլում, երբ որ խոսում եք լինելով նախագահ, պետք է մտածեք դրա մասին, հուսով եմ հատուկ չեք անում իհարկե, որ Ադրբեջանին արդարացնեք, իսկ այն, որ խաղաղության դիրքերից խոսում են, ասում են, որ ցույց տանք աշխարհին, որ մենք խաղաղ ենք, աշխարհը մեզանից շատ լավ գիտի ով է խաղաղ, ով խաղաղ չի, հակառակը սա թուլության նշան է անընդհատ ասել եկեք էլի այդ թուղթը եկեք ստորագրեք, չէ՞ ստորագրում, մի ստորագրի, Զելենսկին ոնց է ասում, համաձայն չենք, այս պայմաններին համաձայն չենք, այնպես չի Ռուսաստանից ինքը հզոր է, բայց դա դիրքորոշում է, իսկ Հայաստանը, որ այս կետին էլ եմ համաձայն, այն կետին էլ եմ համաձայն, պահ կար, ես ասում եի, այո, դա ճիշտ է, ցույց տալու համար, որ ոչ կոնստրուկտիվ է Ադրբեջանն է, բայց անընդհատ ասել մենք պատրաստ ենք, այդ ժամանակը խնայեք, ծախսեք իրականում ուժեղ լինելու վրա, որովհետև այս աշխարհում ոչ մի փաստաթուղթ չի բերում խաղաղություն, բերում է փաստաթուղթը գումարած ռազմական ուժը։ Շատ լավ, տեսեք, ուկրաինական կողմը, ամերիկյան կողմը ասում է Քիթ Քելոգը, սպասում ենք Ռուսաստանի մեմորանդումին, այսինքն առաջարկներին պատերազմը դադարեցնելու։ Իհարկե նաև Թուրքիան առաջարկել է Թրամփ-Պուտին-Զելենսկի հանդիպում անցկացնել իր տարածքում։ Ես հիմա կարող եմ մեջբերել Սիբիգայի Ուկրաինայի արտգործնախարարությունը, Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլին, սակայն սպասում է Մոսկվայի հրադադարի առաջարկներին եւ մենք հետաքրքրված ենք շարունակելով, իսկ Պեսկովը ասել է Ռուսաստանը ցանկանում է նախ արդյունքների հասնել հակամարտող երկրների պատվիրակությունների միջև անցկացվող բանակցություններում, Ստամբուլյան վերջին այդ բանակցություններում Պուտինը բազմիցս ասել է, որ սկզբունքորեն կողմ է ամենաբարձր մակարդակով շփումներին, դրանք պահանջված են, բայց գալիս է բայց է։ Դրանք պետք է պատրաստ լինեն եւ նախ արդյունքի համար պետք է հասնել երկու երկրների պատվիրակությունների ուղիղ բանակցություններ, այսինքն ցածր մակարդակում համաձայնեցնենք, հետո բարձրացնենք։ Այն սպասել է այստեղ։ Ես մնում եմ իմ տեսակետին, որ չի կայանա Թրամփ-Պուտին հանդիպումը կամ Թրամփ-Պուտին-Զելենսկի առավել եւս, որովհետեւ այո, որովհետեւ Միացյալ Նահանգների նախագահ պիտի իմանա, որ ինչ-որ բան է ստանալու, անդադ չի հեղինակազրկվի այդ մարդը Պուտինի պատճառով, իսկ Վլադիմիր Պուտինը տարօրինակ կերպով, իդեպ ես հիմա նաեւ Ռուսաստանի շահերից եմ դիտում, Ռուսաստանի չէ Պուտինի համար կարևոր է Պուտինի շահերը, որքանով է ձեռնտու այսքան սրել հարաբերությունները մեկի հետ, ում վրա մեծ հույսեր կային, ում
Կովկասում նկատմամբ ամբողջ լրատվական դաշտն էր նրա հետ հույսեր կապում, հիմա կարծես տեղափոխություն է տեղի ունենում։ Իսկ այն որ Ուկրաինան ասում է, Ռուսաստանը արդեն փոխանցել է Reuters-ում կար այդ տեղեկությունը, այնտեղ էլի այդ պայմաններն են անընդունելի, հիմա էլ բուֆերային գոտին են ավելացրել, այդ 4 շրջանը քիչ էր սումում էլ, իդեպ դրա համար այնտեղ շատ կուտակումներ կան զորքերի 50,000-ից ավել։ Ռուսաստանը պատրաստվում է ամառային հակահարձակման։ Եթե Ռուսաստանը հասնի հաջողության, սա շատ կարևոր է լինելու, կփոխվի իրավիճակը։ Եթե մնա նույնը, փոքր գյուղ այս կողմ այն կողմ, աշունը եւ ձմեռը շատ դժվար է, որ տրամվասես ցեխի մեջ խրվել էին, դրա համար չէին գնում առաջ։ Ասած եթե ես չլինեի, Ռուսաստանը շատ վատ բան տեղի կունենար։ Այո, ես արդեն նա Պուտինին բարձրաձայն ասում է, որ դու ինձ վնասում ես, ես այդքան բան եմ քեզ համար անում, եւ աշնանը եւ ձմռանը չի փոխվում ռազմաճակատը որպես կանոն։ Այսինքն այս տարի գլխավոր մեխը ամառն է։ Ամառը շատ կարեւոր զարգացում է։ Գումարած դրան որպես կանոն ռազմական պատմության մեջ 4 տարի հետո երկու կողմը արդեն սպառվում են եւ մենք հիմա տեսնում ենք դա, չէ՞, այդ մսային կներեք հարձակումներ թնդանոթային, Ռուսաստանն էլ է սպառվում, Ուկրաինան էլ է սպառվում, այսինքն եթե այս տարի Պուտինը հասկանա, որ չի կարողանում գնա առաջ, նա իրոք կգնա բանակցությունների, բացի այդ տնտեսությունը ունի լուրջ խնդիրներ, առավել եթե սանկցիաներ դնեն, այնպես որ Պուտինը մինչև ամառ աշուն ժամանակ կձգի հասկանալու համար ռազմաճակատում կփոխվի իրավիճակը թե ոչ, եւ այսպես կասի համաձայն ենք, բայց որովհետեւ Տրամպին ոչ ասելը անկանխատեսել է, ինչպես անում է Իրանը Իրանի ղեկավարն էլ այդպես իրեն դրսևորում, ինչպես անում է Ադրբեջանը, համաձայն ենք, բայց ես կարծում եմ Զելենսկին վաղուց հասկացել է այս խաղը եւ ինքն էլ չի մերժում, երկուսն էլ ցավալի է, բանակցություններից է խոսում ԱՄՆ ղեկավարը, բայց երկու կողմերն էլ գիտեն, որ իրենք պետք է պատերազմեն։ Շատ լավ, ամփոփենք հետեւյալ հարցով, մեր ռեգիոնալ խնդիրների առնչությամբ մենք սպասենք որպես հանրություն մեծ տերությունների միջև կոնսենսուսի, այսինքն նույնիսկ ազդեցության գոտիների բաժանման։ Այդ տրամաբանությունը դուք կիսում եք, թե Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը ունենալով իրենց ուրույն խնդիրները, այո, լուրջ խնդիրները, ամեն դեպքում փորձում են ռացիոնալիզմի դաշտում գործել եւ այդպես չմտնել գերտերությունների կրվի, տարածք, չդառնալ գործիք սրա դեմ նրա դեմ։ Վրաստանի իշխանության վարքագիծն են սրան նմանեցնում, չգիտեմ ինչքանով է ստացվում։ Դա Ադրբեջանը էլ չասած, որը բոլորի հետ կնքում է ռազմավարական գործընկերության փաստաթղթեր եւ շատ դիվերսիֆիկացված է իրականում իր քաղաքականությունը, հայկական կողմը նոր է սկսել այդ ամեն ինչը, ինչ է դուք տեսնում մեր մասը։ Ցավալիորեն ոչ մենք չենք կարող դուրս մնալ այդ կոնֆլիկտներից, ներողություն իհարկե ես անդադարում անեմ իմ նախկին խոսքերի վրա, Տրամպի ինտերվյուից հետո ես ինքս ասել եմ, որ չի լինելու բաժանում աշխարհի տարածաշրջանի ռեգիոնալիզմ այլևս չի լինելու, որովհետեւ հատկապես հիմա, երբ Եվրոպա, Ռուսաստան հարաբերությունները սրվել են աննախադեպ կերպով, երբ ԱՄՆ ղեկավարն էլ է արդեն գիտակցում, որ ավարտվում է այս ամեն ինչը, գնալով եթե նրանց կոնֆլիկտը խորանում է, իրենք չեն կիսելու, հակառակը փորձելու են մեկը մյուսին դուրս հանել տարածաշրջանից։ Մեկ օրինակ Ռուսաստանը Սիրիայում ռեգիոնալ երկիր է, Լիբիայում ռեգիոնալ երկիր է, ասենք Վենեսուելայում, Կուբայում է ռեգիոնալ, ինչ գործ ունի Ռուսաստանը այդ ռեգիոններում, այսինքն ինքը ռեգիոնալիզմից խոսող Ռուսաստանը ներխուժում է այն ռեգիոններ, որը իրեն չեն պատկանում։ Այնպես որ ռեգիոնալիզմ չի կարող լինել, աշխարհը գլոբալիզացման ճանապարհով է վաղուց գնում, ուրեմն լոգիստիկ ճանապարհների բացումն էլ է դրան խոչընդոտում։ Ցավալիորեն փոքր երկրները, այո, շատ հաճախ դառնում են թատերաբեմ այս գերտերությունների հակամարտության ուրեմն ընթացքում։ Վրաստանը ոչ թե դիվերսիֆիկացնում է իր քաղաքականությունը, գիտեք, Հայաստանն էլ էր ասում, որ գործ չունեմ, ես Ռուսաստանի հետ հավատարիմ լինեմ, ինչ գործ ունեմ, տեսակ ինչ եղավ։ Դա էլ չի փրկում։ Այն որ Վրաստանը հիմա ասում է, ես Եվրամիությունից մի փոքր հեռու եմ, դա չի ապահովագրում իրեն։ Եթե Վլադիմիր Պուտինը ցանկանա Թբիլիսի մտնել, չի նայելու Իվանիշվիլին իրեն ինչ է ասում։ Փաստը այն է, որ Ռուսաստանը ուզում է վերականգնել հետսովետական սահմանները։ Հիմա կամ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը դրան համաձայնվում են, իսկ ես ինչպես հասկանում եմ, որևէ երկիր դրան համաձայն չի։ Ադրբեջանը նույնիսկ Թուրքիայի հետ էլ համաձայն չի։ Թուրքիայի միջնորդությամբ կասեի համաձայն չի։ Հայաստանը տեսնում եք, ամեն ինչ անում է փախչելու նպատակով, Վրաստանն էլ նույնիսկ
3+3-ին չի մասնակցում եւ ասում են, որ մենք չենք էլ հետ կանգնել Եվրամիության ճանապարհից, այսինքն նույնիսկ ռուսամետ իշխանությունները միջանցք են թողնում Եվրոպայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Կարևոր է արդյունքը լինելու Ռուսաստանը կշարունակի իր դիրքերի ուժեղացումը, թե հակառակը։ Ես վստահ եմ, որ այս 3 երկրները տեսնելով Ռուսաստանի թուլացումը ամեն մեկը գնալու են իր ճանապարհով։ Դա նաև Միջին Ասիայի երկրներին է վերաբերում, որոնք արդեն չինական ուղեծրի մեջ են, որոշն էլ թուրքական։ Այնպես որ Ռուսաստանը պատմական առումով երկարաժամկետ վստահ եմ պարտվողի դերում է լինելու 1-2 գյուղ այս կողմ այն կողմ, նույնիսկ արեշնիկի օգտագործումը չի փրկելու Ռուսաստանին։ Եթե թույլ կտա կարճ ասեմ, Ռուսաստանի այսօրվա ղեկավարի շնորհիվ մենք ունեցանք ռազմականացված Եվրոպա, մենք ունեցանք նոր ՆԱՏՕ-ի անդամներ Ռուսաստանի սահմանին, մենք ունեցանք թույլ Ռուսաստան բանակով, որը չի կարողանում կռվել Հյուսիսային Կորեայից են մարդ բերում, վարձկաններ են բերում։ Թշնամացած եւ զինված Ուկրաինա։ Շատ ճիշտ է, սահմաններում, բոլոր սահմաններում ունեցավ թշնամներ եւ նույնիսկ եթե ղեկավարներ, օրինակ Վրաստանի կամ Բելարուսի պրոռուսական են, ժողովուրդները հակա են տրամադրված, այնպես որ Հարավային Կովկասում դիրքերի թուլացում իհարկե Սիրիայի ժողովրդի թշնամական այսինքն պաշտպանել Ասադին այն դեպքում, երբ գիտես այնտեղ հեղինակություն չունի, Ռուսաստանի համար Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը երկարաժամկետ առումով կործանարար է։ Այն օրը ավարտելով Խադարկովսկին շատ լավ արտահայտություն արեց, հարց տվեցին, ասացին ինչու՞ չի Վլադիմիր Պուտինին փոխում արևմուտքը, ասաց իսկ խանգարում է Պուտինը արևմուտքին։ Հետաքրքիր վերջաբաներ, շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Լիլիթ Դալակյանին։